դառնալ կարելի, մեկ բառով, բարև։ Բարև բոլորին, մեծի և փոքրին, բարև սահմանի մեր զինվորներին, բարև արևին և ծիածանին, կյանքը գունագիր դարձնողներին, մեր բարևը ձեզ։ Ողջույն սիրելիներ, ծնողներ և աշակերտներ։ Ձեզ ենք ներկայացնում մեր փոքրիկ արմանահրաշ մոլորակ կրտսեր դպրոց։ Սիրելի ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, նայեք ձեր շուրջը, ինչքան գեղեցիկ, լավ բան կա մանուկների արմանահրաշ մոլորակում։ Մեր մանկության մոլորակը խորհրդանշում է խաղաղություն և ողջունում բոլորին։ Ողջույն, ողջույն։ Բարի օր, լույսի դպրոց, բարի լուսով, բարի վրա, արեգակի շողը վրա, անվարդերի ցողը վրա, Ծաղկի ժպիտ, երգ, ու ծիծաղ, խաղաղության հույսը վրա, խաղաղության խոսքը շուտից, մեր լավ դպրոց մտքի դարձնում։ շատ լավ հիշում եմ աշնանային օրը, երբ մտա դպրոց առաջին օրը կրթօջախն էր շեն, բացեցին գիրկը մենք դարձանք արդեն մեր դպրոցի անգիր սաները։ Ու այդ պահից սկսած այնպես արագ սլացան օրերը մեր դպրոցական, որ կարծես երեք լինեն, որ դպրոց եկան, իսկ այսօր չորրորդ ենք դարձել ու հրաժեշտի պահն է հասել։ 6 տարեկան եկանք, արդեն 10 ենք և դարձան չիմացանք։ Հետաքրքիր ու բովանդակալից անմոռանալի պահեր ու օրեր ունեցանք դպրոցում։ Ամեն օր, ամեն ժամ մի նոր բան սովորեցինք, մի նոր բան իմացանք։ Բացվեց մեր առջև դպրոցական մի նոր աշխարհ, գրել կարդալ դրացան, ինչպես նաև կյանքի դասեր կարևոր։ Դրական դպրոցի 4 տարիները լավագույն տարիներն են։ Մեկ հարկի դաս 33 քույր ու եղբայր, 7 ուրախ, 7 տխուր, հաստ ու համերաշխ մեծացան։ Ու այսպես կողքի մինուս տարին անցան մեր 4 տարիները, մի քիչ ուրախ, մի քիչ սուտ ու ճիշտ, այսպիսին ենք մենք միշտ։ Մեր մանկության արմանահրաշ մոլորակում տարբեր ընտանիքներից տարբեր դաստիարակությամբ երեխաներ այստեղ մարդ է օրեցին 33 լույսի շողեր բարձրացան, որ պիտի քայլեն ամեն բնակավարում։ Այստեղից սկսեցին ճանաչել կյանքը, մարդկանց, բարին, չարը, լավն ու վատը, ընկերություն անելը, մեկս մեկի մասին հոգտանելը, միմյանց հարգել ու սիրել, անկախ սոցիալական վիճակից ու ամեն ինչից։ Մենք մի մեծ ընտանիք ենք ապրում ենք ավտոմերած, իսկ եկումել է վերջեն, հարդվել են միաձայն։ Սիրում ենք մեր դպրոցը, մեր կրթության դարբնոցը, միջի դպրոց ենք մնում, կյանքի նոպուլ ենք։ Առաջին իսկ հանդիպումից դուք նվաճեցիք մեր սրտերը ձեր բարիությամբ ու նվիրվածությամբ։
Նրա ճանաչ եք դարձրել, բացահայտել եք մաթեմատիկայի զարմանահրաշ աշխարհը, Սովորեցրել եք օտար լեզուներ, տառերի և հնչյունների և գույների կախարդական աշխարհը։ Կոպել եք մեծ ֆիզիկապես, սովորեցրել մեծ սիրել աշխատանք, սիրել բնություն, սիրել հայրենիքը և սովորեցրել եք ճանաչել կյանքը։ Իսկ ամենակարևոր սերմնացանի նման մեր մեջ ցանել եք բարության, ազնվության և ամենակարևորը հայրենասիրության սերմեր։ Ուսուցիչներ մեր սիրելի, դուք եք մեզ տվել գանձ ձեր սրտին, լույսը ձեր աչքերի, սև մազեր։ Մեր սիրելի ուսուցիչներ, ապրեք ուրախ, ապրեք անուն։ Ոչ մի անգամ, ոչ մի օր, ոչ մի թախիթ չլինի։ Արդյոք ինչով է կյանքը գեղեցիկ, մանուկներով է կյանքը գեղեցիկ, գեղեցիկ է միայն ուսուցիչներով։ Այսին սովորեցինք այս կապակների տակ, մենք երախտապարտ ենք, ձեզ մեր ուսուցիչներ։ Դուք լուսեովյան մեր ուսուցիչներ, շնորհակալ եմ մենք ձեզ և խոնարհվում ենք ձեր մեծության առջև։ Երջանիկ եմ ես իմ ընկերների համերաշխության ու մանկության այս վառ մաժորակի անուն ջերմության։ Ես երջանիկ եմ այս հրաշք լույսով, որովհետև մեկյան, ուրվա օրվա անսպառ հավատով եմ նաև երջանիկ։ Ես երջանիկ եմ իմ տանանքնի տաքուկ ջերմությամբ, իմ ընկերների ալբերտ չարությամբ, ուժիր խաղերով։ Երջանիկ եմ ես իմ ընտանիքի ուր միասնությամբ բոլոր մարդկանց համերաշխությամբ եմ նաև երջանիկ։ Ես երջանիկ եմ, Մարի Աստված, ինչ քիչ է հաճախ պետք լինում մարդուն, որ զգա իրեն անչափ երջանիկ։ Ինքնքուշ հայացք, թեկուզ մի ժպիտ կարող են գործել հրաշքն այս կյանքի, դարձնել մարդուն իրոք երջանիկ։ Դե, տվեք մարդի, հաշտեք մեկ-մեկում, պահեք այս քնքուշ ու ամրջակա։ Որ զգա ամբողջ աշխարհն իրական, ընկերությունը այսքան կենսական։ Երբ մեծանանք, մեծ մարդ դառնանք, որ մոլորակում էլ որ լինենք, թող մեզ մատակցություն անեն և ասեն, տես լավ ընկերն են ամեր։ Ալեքսանդր
եկեք շտապ բացենք այդ տուփը։ Մարդասիրություն։ Համարձակություն։ Ընկերասիրություն։ Հոգատարություն։ Իմաստություն։ Բարություն։ Հայրենասիրություն։ Հարություն։ Ուշիմություն։ Ազնվություն։ Գիտելիք։ Մենք ուզում ենք, որ բոլորակը լծվի բարցամ, լինենք ազնիվ ու համարձակ, հոգատար մեկս մյուսին և մեր աշխարհ նկատմամբ, լինենք մարդասեր և հայրենասեր, այդ ժամ, որոնց կապրենք ուրախ և երջանիկ, խաղաղ ու ապահով։ Խաղաղություն ամենքերը վավենում, այդ է միայն մենք աշխարհից կամենում։ Խաղաղություն, որ խաղողը կարծրանա, որ նորատուն այգին կապենք ու բարիք։ Խաղաղություն, որ աչիկներն իր բանան դաշտում մի տուղ, տորորոցում մի բալիկ, մի ծով ծորեն գարնանային արտի մեջ։ Մի երեքնոտ բացատի մեջ անդարի, անխոս մի սեսրտի խորքում պատանի։ Երջանիկ եմ ես, խաղաղություն ամենքին և ամենում, ես հետ մենը բնությունն է կամում։ Խաղաղություն, որ տատիկները բոլոր եկեն իրենց նորտների մեր որոշ, որ բանդվորը գոհանային վաստակ, այգեգործ դրճմած արմենա։ Խաղաղություն բոլոր նրանց, ում համարձան է տեսնել սկավորքին, քույր ու մայր, ում համարձան է տեսնել իր քաղաքը մոխրացած։ Խաղաղություն, ով է գրետ կամեն, պատասխանը միևնույն է ամեն տեղ։ Ոչ, ասում է ամեն երկիր, ամեն ցեք, ոչ, հնչում է ամեն լեզվով, մի բառով, ոչ, հնչում է կերտող մուրճի բարբարով։ Այգի ջրով վահը նույնն է պահանջում, նույնն է տենչում ամեն զուլան ամենջում, նույնն է ճիչում ամեն մանուկ նորացի։ Խաղաղություն ամենքին և ամենում, ողջ աշխարհն է, ողջ աշխարհին կամենում։
ընկերոջն ապրել դժվար է, նույնիսկ անհնար։ Եկեք շուտ գնանք եւ շուտ միանանք մի մոլորակի, որտեղ տիրում է անհոգ մանկություն, թևածում է միշտ խաղաղությունը, հաղթանակում է ընկերությունը։ Կանգ առ ժամանակ, պետք է ետ գնանք, պետք է գնանք ետ, երազանք, խոսքս ասելուց տարերն եմ խառնել, բարերն եմ կորցրել, ամեն տողի մեջ մի սխարարել, անհամար բարեր, որ պետք չէր ասել։ Կանգ առ ժամանակ, պետք է ետ գնամ, մի նոր թուղթ վերցնեմ ու նորից սկսեմ, ամեն ինչ նորից, նոր մանկուրեջից, նոր գրիչով առանց դողալով։ Կանգ առ ժամանակ, պետք է գնամ ետ դեպի երազանք։ Ախր մենք ինչպես վեր կենանք գնանք, ախր մենք ինչպես թողնենք հեռանանք, ախր ուրիշ տեղ գցեք դպրոց չկա, ախր ուրիշ տեղ չարսյա չկա, ախր ուրիշ տեղ մեր աչքերով, մեր աչքերի նավ մանկություն չկա, ախր մենք ինչպես վեր կենանք գնանք, ախր մենք ինչպես թողնենք հեռանանք։ Սիրելի 4-րդ արտասարան։ Արդեն օրեր շարունակ մեր դահլիճում թևածում է բարին, թևածում է դրամկանը, թևածում է հոգին լցնող ջերմությունը։ Եվ այս բոլորը հորդում են մեր սիրելի երեխաներից։ Եվ այսօր ականատես է եղանք ևս մի այսպիսի հրաշալի միջոցառման։ Սա ավարտը չէ ձեր երեխաներ, սա ձեր սկիզբն է, սկիզբն է նոր կյանք։ Դուք չեք լքում, չեք հեռանում, դուք ամենը մեկ տարում մեծացել եք և ընդամենը մեկ մասնաշենքից գալու եք մյուս մասնաշենք, ճիշտ է։ Մնում են ձեր հարազատ դպրոցը, ձեր հարազատ ուսուցիչները և մնում է կարոտը, գրծել դպրոցի և այսօր դուք շատ խորհրդանշական թվով եք կանգնել ձեր հարազատ դահլիճի բեմին, 33-ն է, և այդ 33-ը խորհրդանշում է Քրիստոսի տարիքը, և ուզում եմ դուք հավատք ուղեկցի ձեզ, և պահպանեք այն արժեքները, որը
4 տարիներ շարունակ տվեց ձեզ, ձեր սիրելի ուսուցչուհին, Տիկին Ավետիսյանը, եւ որոնք էին այդ արժեքները, բարի, ամենակարևորը, որը դուք սկսեցիք ձեր միջոցառումը, բարևը, բարությունը, գիտելիքը, դպրոցը, ուսուցիչը, հայրենիքը, հայ զինվորը, ձեր հավատքը, եւ ելի այսպես կարող եք շարունակել, եւ դուք դարձաք իրոք մեր դպրոցի խոստումնաշատ աշակերտները, եւ հենց այդպես չէ, որ ասում եմ, այսօրվա իրենց ելույթը շարունակական է իրենց 4 տարիների պահվածքի եւ 3 իսկ հանձնած իրենց գիտելիքների ստուգման, այս 33-ի ամենացածր միավորը 8-ներ, դա վաստակած գնահատական է, վաստակը մեր տարիների փորձառու, չգիտեմ ինչ խոսքեր ասեմ, Տիկին Ավետիսյանին, եկեք մականեք երեխա, սամ, քաղաքացի դասարակող եւ իր սերունդները այսպես էլ շարունակելու են, այսպես էլ ավարտելու են եւ միայն դասարանը չէ, ամբողջ տարական օղակի դերը պատվով տանող եւ մեր հանգստությունը ապահովող եւ մեկ-մեկ ես մեղադրում եմ ասում երևի թե ժամանակը թույլ չի տալիս այսպես ավելի ակտիվ զբաղվելու տարականով, ակո բայց մի կողմից էլ հանգիստ են, որ կա Տիկին Ավետիսյանը։ Նման ուսման որակ, եւ ուզում եմ, որ դա չընդհատվի 4-րդ դասարանով, դուք այսպիսին մնաք մյուս օղակներում, այսպիսին այդ պատվով տանեք այդ, ինչ որ ձեզ տվել են տարական օղակը, եւ ուզում եմ այսպես գրքերը միշտ ուղեկից լինեն ձեր, զուտ դեկոր չլինեն գրքերը երեխաներ, միշտ սերը գրքերի հանդեպ, սերը կրթության, սերը կարդալու հանդեպ լինի ձեր մեջ, հույսները չդնեք, այդ ChatGPT-ների, համացանցի հեռախոսների, ճիշտ է, այդ ինչ որ ձեզ պիտի տա կրթությունը, գիտելիքը պիտի ձեռք բերեք գրքերից, սիրեք կարդալ, եւ այն ինչ այստեղ ասեցիք, զուտ խոսքեր չլինեն, դրանք ուղեկից լինեն այդ ձեր 10 սիրուն այդ որ թվարկեցիք արժանինքները, ձեր ուղեկից լինեն, եւ շնորհակալություն այն թիմին, որոնք միշտ դպրոցի կողքին են, միշտ ուսուցչի կողքին են, միշտ երեխաների հետ են, հարգելի ծնողներ, շնորհակալություն ձեր ուշադրության, ձեր վերաբերմունքի, ձեր ողջատարության, այսպես որ շարունակեք, սա իօգուտ մեր երեխաների լինելու։ Շնորհավոր նորից ձեզ տարական դպրոցը պատվով հավատելու մեկ փորձություն մնաց, չէ՞։ Հուսով եմ մաթեմատիկան էլ 8-ից ցածր չի լինելու, ճիշտ է։ Երավակյանին ասում են ով է, ասում են տարական դպրոցի տնօրենն է։ Եվ հիմա էստաֆետը հանձնել են Երավակյանը։ Սիրելի տնօրենություն, անկարաշական, ծնողական կոլեկտիվ, ջերմորի ողջունում եմ բոլորիդ եւ երջանիկ եմ, որ այսօր գտնվում եմ ձեր կողքին, այս լուսավոր գեղեցիկ դահլիճում, այս պատերի ներսում, որ այսպիսի ցերեկույթներ, միջոցառումներ բազում բազմաթիվ եղնեցին եւ այս բեմից բազում երեխաներին ճանաչել։ Այսօր օրվա մեղավորները մեր ձեր դպրոցի մեր գնաց ձեր դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներ։ Ինչ եմ ցանկանում։ Շնորհավորում եմ ձեզ բարիքներս։ Ես շուրջ մի ժամ եմ ասում եմ ձեզ ու հիանում։ Հիանում եմ ձեր խոսքի կուլտուրայ, հիանում եմ ձեր երկով, ձեր պարով, ձեր այն ամեն ինչով, ինչ դուք ցույց տվեցիք այսօր այս դահլիճում եւ ուրախացրեցիք բոլորը։ Եվ ինչ խոսք, դուք ավարտեցիք ձեր կյանքի առաջին աստիճան, այսինքն դպրոցի։ Հաջորդ քայլը կլինի ձեզ համար
միջին դպրոցի եւ հետո արդեն քաղաքից։ Դուք պատվով կարող եք սակրատել ձեր վրա դրած պարտականությունը եւ հոյակապ ինչպես խոսում է, ինչպես ասում է ձեր տնօրենը, ես նրան 100%-ով վստահում եմ, դուք ավարտել եք ձեր կյանքի առաջին աստիճանի ճիշտ քննությունն եք անձնել բոլորիս։ Սիրելիներս, սիրելի ծնողներ, այս ահավոր դարաշրջանում եւ ամեն ինչ հիմնված է ժամանակակից տեխնոլոգիաների ինչ են ասում, այո, ինչ են ասում, այո, այդ ամենի վրա, բանականության վրա, արհեստական բանականության վրա եւ այլ անգամ չեմ էլ ուզում այդ արտահայտությունները եւ այսօր դրա համար դրա համար այսօր ահա այսպիսի բան տեսնել, լսելը, դա գիտեք ինչ, մեծ բան է, որովհետեւ կարողանալ երեխաների մեջ այսքան սեր, այսքան հնքշություն, այսքան գիտելիք, այսքան պարզություն, այսքան պատմություն պատրաստել, դա միայն կարող է ով, կարող է միայն այն ուսուցիչը, որ թրծվել է այս ամենի մեջ, իսկ այն ուսուցիչը մեր Տիկին Ավետիսյանն։ Բայց թույլ տվեք մեկ րոպե մի քիչ էքսկուրս կատարել դեպի մեր անցյալը, որովհետև այն ժողովուրդը, մարդը, ընտանիքը, անհատը, ով չունի անցյալ, նա չի ունենում եւ ներկա եւ չի ունենա նաեւ ապագա։ Այսօր ես նայում եմ Տիկին Ավետիսյանին եւ հիշում եմ տարիներ առաջ, երբ նրան ընդունեցինք այս դպրոցում, ամոթխած, երիտասարդ, գեղեցիկ, սիրունատես, մի հրաշալի երիտասարդի եւ դպրոցի տնօրենն ասեց. «Ավաչյան, խելքը չէ գտնում, այս ջահել աղջիկը, կկարողանա մեր դպրոցի այս դրվածքին դիմանա», ասի դե ինչ ասեմ Տիկին Գրիգորյան, երևի ով մի իրեն Տիկին Գրիգորյանին, այո։ Անցան տարիներ եւ այդ ամոթխած աղջիկը դարձավ թիվ 66 դպրոցի, համար 66 դպրոցի լավագույն ուսուցիչներից մեկը։ Եվ այսօր ես այս ամենը տեսնելով, ես հիանում եմ, ես ուրախանում եմ, որ ակունքում այս հրաշալի ուսուցչուհու ձևավորման ակունքում կանգնած եմ եղել նայելիս։ Ես ինձ լավ որովհետև մանկավարժությունը այն ասպարեզն է, որտեղ այստեղից այդտեղից մարդիկ շուտապույտ եք թողնում հեռանում են։ Մանկավարժությունը պետք է սիրել, երեխային պետք է սիրել, պետք է կարողանալ դաստիարակել։ Եվ ամենագլխավորը, երեխային տալ հոգու ջերմությունը, մաքրությունը, ազնվությունը, սերը ու այդ ամենը շարախված լույսով։ Իսկ ես այսօր այդ ամենը տեսա մեր բեմում, որի հիմնական հեղինակը ձեր ուսուցչուհին է Տիկին Ավետիսյան, ու այս ամենը շարախված ճաշակով։ Շնորհակալ եմ Տիկին Ավետիսյան, որ գաք, որ այսպիսի սաների եք դաստիարակում, տա Աստված ձեր մանկավարժական ուղին դեռ շատ երկարի եւ այսպիսի բալիկների, բազում բալիկների կարողանաք ճանապարհել դեպի կյանք։ Եվ դա հայից հավատացած եմ, որ այդպես է կլինի։ Չմոռացան այն մարդկանց, ովքեր ինչ-որ լումա են ունեցել այս դպրոցի պատերի ներսում, եւ այսօր, որ ես գտնվում եմ այստեղ, ես ինչ երջանիկ եմ զգում, դա իրենց շնորհքն է եւ հարգանքը։ Այն մարդկանց նկատմամբ, որոնք այս ճանապարհով անցել։ Ամենայն բարիք ձեզ բոլորին, շնորհակալություն եւ բարիքներս բոլորի անխտիր։ Ցանկանում եմ, որ ապրեն անվտանգ, խաղաղ երկնքում եւ ճիշտ շարունակել ձեր ճանապարհը։ Ուզում եմ մի բան ասեմ, ուզում եմ շնորհավորել այս դպրոցի տնօրինության
ամուր, այնքան ճիշտ են կանգնած այս հիմքի վրա, որ կարողանում են այսպիսի մթնոլորտ ստեղծել, այսպիսի կոլեկտիվ ստեղծել եւ ինչ խոսք, միայն ես ձեզ շնորհակալ եմ, այն ինչ որ ստեղծել եմ, դուք շարունակում եք, շնորհակալ եմ։ Այսպեսից ձեզ տարա դեպի կրծեր դպրոց։ Իսկ հիմա հենց նույն տեղից ես ճանապարհում եմ դեպի հիմնական դպրոց։ Մենք հնությունից հետո բարի եւ ձեզ հիմնական դպրոց։